Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարգելի անդամներ, նիստի հարգելի մասնակիցներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 6-ի արտահերթ նիստը հայտարարում եմ սկսված։ Նիստի աշխատանքներին մասնակցում են հանձնաժողովի բոլոր անդամները, քվորումն առկա է։ Նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց. 2013 թվականի մայիսի 5-ին կայացած Երևանի ավականու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրության կազման հարցն է։ Նշված արտահերթ նիստի հրավիրումը եւ օրակարգի նախագծի ձևավորումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներով։ Օրակարգի նախագիծը ներկայացվեց, ինչ առաջարկություններ կան օրակարգի նախագծի վերաբերյալ։ Քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 6-ի արտահերթ նիստի օրակարգը նշված հարցով հաստատելու հարցը։ Քվեարկություն կողմ, դեմ, կողմ 7, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Այժմ տեղեկացնեմ, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 165 հոդվածի առաջին մասի Երևանի ավականու անդամների ընտրության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման կարգով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 75 հոդվածի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացած ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ քան 24 ժամ հետո նշված հոդվածի պահանջներին համապատասխան ամփոփում է համապատասխան ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ ավերացնում դրանք ու հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում այդ արդյունքները։ Այժմ ներկայացնեմ Երևանի ավականու ընտրությունների արդյունքների նախնական արձանագրությունը։ Հայաստանի Հանրապետություն Երևանի ավականու ընտրություններ 5 մայիսի 2013 թվական։ Արձանագրություն Երևանի ավականու ընտրությունների արդյունքների նախնական կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է։ Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը 816475։ Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 3։ Ընտրողների ընդհանուր թիվը 816478։ Քվեարկության մասնակիցների թիվը 437212, կամ որ նույնն է 53.55%։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը 829000։ Ելունների համարները 1-ից 829000։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 391039։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 15250։ Կուսակցության դաշինքների միջև, ուրեմն ըստ վերջինների սայբենական հերթականությամբ արձանագրությունում նշված է ստացված կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը։ Առաքելություն կուսակցություն 2692, իսկ տոկոսները, որոնք կներկայացվեն, դա հաշվարկվել է կողմ ձայներ գումարած անճշտություններից, քանզի ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն նշված կերպ է հաշվարկվում ընտրական օրենսգրքով սահմանված 6%-ի եւ դաշինքների համար նախատեսված 8%-ի շեմը։ Առաքելություն կուսակցություն 2692, կամ որ նույնն է 0.64%։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն 97189, կամ որ նույնն է 23.05%։ Բարև Երևան կուսակցությունների դաշինք 35732, կամ որ նույնն է 8.47%։ Հայ ազգային կոնգրես կուսակցություն 18499, կամ որ նույնն է 4.39%։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն 15999, կամ որ նույնն է 3.79%։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն 235512, կամ որ նույնն է 55.86%։ Օրինաց երկիր կուսակցություն 15733,
կամ որ նույնն է 3,73%։ Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը 436,590, անճշտությունների գումարային չափը 288։ Սրանք էին արձանագրության թվերը, որոնք ընդգրկված են քվեարկության արդյունքների նախնական արձանագրության մեջ։ Եվ ինչպես նշեցի, կազմելով արձանագրությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրում է նշված արձանագրությունը եւ այն վավերացնում կնիքով։ Այժմ խնդրեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին առարկությունների բացակայության պայմաններում վավերացնել ստորագրությամբ Երևանի ավականու ընտրության արդյունքների նախնական արձանագրությունը։ Կազման ասաթիվը կնշի։ Փոխանցեք։ Շնորհակալություն։ Արձանագրությունը ստորագրված է, արձանագրության տակ նշում է արձանագրության կազմման ամսաթիվը 6 մայիսի 2013 թվական, ժամը 10:11 րոպե։ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան տեղեկացնեմ, որ կազմված քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, այն կնքվել է հանձնաժողովի նախագահի կողմից։ Միաժամանակ տեղեկացնեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքները կամփոփի եւ ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում կկայացնի քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, այսինքն մայիսի 12-ին։ Սա էր հանձնաժողովի նիստում ընդգրկված հարցը, ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացրեց այն գործառույթը, որը սահմանված էր Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով, օրակարգը սպառված է, նիստը հայտարարում եմ փակված, բոլորին շնորհակալություն նիստին մասնակցելու համար։